Անցած շաբաթ Հայաստան այցելեց Ռուսաստանի Դումայի պետ Դումայի նախագահը։ Նա շատ ջերմ ու սրտաճմլիկ հանդիպում ունեցավ իր հայկական պաշտոնակցի հետ։ Ռուսաստանի պետդումայի նախագահի պաշտոնում սա Սերգեյ Նարիշկինի առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Հայաստանյան ընդունելությունը ջերմեր ու հյուրընկալ։ Դե ջերմ հյուրընկալելը ո՞րն է։ Նես չէ որ Գառնի Գեղարդ տարան։ Չէ։ Բայց թողեցին վայելի Հովիկ Աբրահամյանի մտքերը, կամպանիան եւ միասնական ցես ելույթ կազմակերպեցին։ Բայց մի րոպե դրա հյուրընկալը այդ դեպքում ո՞րն է։ Դե չես ճոգում, Նարիշկին էլի խոսք էր բացել Եվրասիական միություն մտնելու բան մասին, մերոնք էլ չեն ուզում շատ գրավիչ ներկայացնել Հայաստանը, դրա համար անդադ Հովիկ Աբրահամյանն են դեմ տալիս։ Հա։ Հաշվի առնելով երկու խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությունը եւ փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը հայկական կողմը առաջարկեց քննարկել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ Ռուսաստանի Դաշնության պետական դումայում երկու խորհրդարանների ներկայացների ինստիտուտի ձևավորման հնարավորությունը։ Լավ, բա էս ինչ է նշանակում։ Դե մենք դումայում ներկայացիչ կունենանք, որ անդադ կնստի Ռուսաստանում ու կհիշացնի իրանց падգամավորներին, որ մենք ռազմավարական դաշնակիցներ են, որ չմոռանան։ Իրանք էլ ստեղ ազգային ժողովի առաջին հարկում մի հատ ռուս կնստացնեն, որ падգամավորների անձնագիր բան պրոպիսկա ստուգեն, կարող նույնիսկ կովկասյան ազգության դեմքերով մարդկանց ներս չթողնի, հա։ Լավ, ես մենակ չեմ հասկանում, ինչի են թողնում, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպի այդ օտարերկրյա պաշտոնյաների հետ, բա որ հանկարծ սկսեն նրան լսել, կամ բա որ լուրջ ընդունեն։ Մի խոսքով ճիշտ է Գառնի Գեղարդ տանելներ։